Բարև ձեզ, սիրելի աշակերտներ։ Բարև ձեզ։ Բացականներ։ Ոչ։ Շատ լավ։ Որն էր մեր նախորդ դասի թեման։ Պայքար ինքնավարության համար։ Անհասկանալի հարցեր կան։ Ոչ։ Լավ։ Հիմա նախորդ դասը ամփոփելու նպատակով լրիվ ակցիայով պատրաստել են խաղ։ Վարժությունը կատարել են եւ հասկանալի, անհասկանալի հարցեր ունեին։ Ծանոթ եք այս խաղով։ Այո։ Մոտեցեք եւ խոսքով կատարեք վարժությունը։ Մեր նոր թեմաներու է ավանալի ճակատամարտը։ Հիմա էկրանին ցուցադրել հերոսի նկար եւ իսկ ասեք, որ հերոսի նկարը պատկերված, ինչ գիտեք, ով է այս հերոսը։ Գեցեք, մեր դասի նպատակն է ներկայացնել Վարդանանց պատերազմի առանցքային դրվագները, բնութագրել Վարդանանց պատերազմի ակնառու գործիչների գործունեությունը, իսկ մեր դասի վերջնահասկությունն է գնահատել ազգային ազատագրական պայքարի արդյունքները, կարևորելով համաժողովրդական միասնական պայքարի նշանակությունը։ Արդյոք դասարանին Արշակունյաց արքայադրոմը որ թվականն էր անկում ապրել։ 48 թվական։ Այդ իրավիճակից հետո Հայաստանը ինչպիսի կարգավիճակում էր հայտնվել։ Սասանյան տիրապետության տակ։ Շատ լավ։ Իսկ որպես վարչական միավոր ինչ էր դարձել։ Մարզպան։ Ով է մարզպանը հայոց։ Վասասասյացունի։ Շատ լավ։ Իսկ ովքեր էին նշանակում հայոց մարզպաններին։ Սասանյանները, Սասանյան տիրակալները։ Իսկ Սասանյան տիրակալները ինչպիսի քաղաքականություն էին վարում հայ ժողովրդի նկատմամբ։ հայ ժողովուրդ պետք է հարկեր տան։ Ճիշտ է, հարկեր տան, բայց նախարարների իրավունքը այդ ժամանակաշրջանում պահպանվել էր, թե ոչ։ Պահպանվել էր։ Իրավիճակը փոխվում էր որ թագավոր արքայի տիրակալի օրոք։ Հասկերտ երկրորդի օրոք։ Հիշեցնեմ, որ թվականներին էր կառավարել Հասկերտ երկրորդը։ 437 թվականին։ Շատ։ Եվ ինչ նպատակ ուներ Հասկերտ երկրորդը։ Հայաստան բարածել զրադաշտականություն։ Այդ նպատակով ինչ գործողություններ նա գնեց։ հայերին ասաց, որպես նրանք հրաժարվեն քրիստոնեությունից եւ ընդունեն զրադաշտականություն։ Շատ լավ։ Հիշեք Ռոբարտակի թվականը, որ թվականն է եղել։ 449 թվականին։ Արտաշատում հայ նախարարների մեծամեծերի կողմից հրավիրվում է ժողով եւ որոշում է Հասկերտին պատասխան նամակ ուղարկել։ Եվ հայ նախարարների մի հապերան որոշում են իրենց հավատարմությունը հայտնել Սասանյան Պարսկաստանին եւ իրենց հավատարմությունը քրիստոնեական կրոնին։ Պատասխան նամակը ստանալու պես Հասկերտը բարկանում է, որովհետեւ նպատակներ միայն զրադաշտականություն ընդունել, ոչ թե քրիստոնեություն պահպանել, եւ իր մոտ է հրավիրում նախարարներին։ Հայկական զորքը գլխավորում է Վարդան Մամիկոնյանը, իսկ պարսկական զորքը Մուշկան Ուսալավուրդը։ Պարսկական զորքը ուներ նաև հատուկ գունդ, հարբած աղերի գունդ։ Հայոց զորքին քաջալերելու նպատակով Վարդան Մամիկոնյանը դիմում է զորքին հետևյալ ասույթով։ Գիտեք այդ ասույթի մասին երեխաներ։ Այո, որտեղ ուշել անգիտած սազմահը մայր, իսկ գիտած սազմահը անմահություն։ Շատ լավ, այսինքն
բոլորը գնում էին նահատակության հանուն կրոնի, հանուն հավատքի։ Ներկայացված է այստեղ հայկական և պարսկական զորքի տեղակալումը Տղմուկ գետի երկու ափերին։ Հարցեր? Պատմիչ Եղիշեն Ավարայելի ճակատամարտի մասին։ Ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմերն էլ պարտություն կրեցին։ Հասկանալի է։ Ունենք հարցեր։ Ոչ։ Ավարայելի ճակատամարտ։ Ծանոթացաք նոր նյութին։ Անհասկանալի հարցեր կան։ Ոչ։ Վարություն կատարելուց հետո կհասկանանք ունենք անհասկանալի հարցեր, թե ոչ։ Մոտեցեք, կկատարենք, պատճառներ են այստեղ ներկայացված և հետևանքները։ Հիմա միմյանց հետ քննարկում եք որն է պատճառ և որը հետևանք։ Այնուհետև գրատախտակին մենք կփակցնենք։ Այո։ Ծանոթացեք իրադարձություններին, մոտեցեք։ Պատրաստ եք։ Շատ հիմա պատճառներ հետևանքները փակցրեք և ներկայացրեք։ 428 թվականին Աշակունի արքայատոնը անկում ակրեց պատճառ Արևելյան Հայաստան 428 թվականին դարձավ մարզպանություն։ Շատ ապրես, հետևանք։ Արտաշատ ժողովում նախարարները մերժեցին Մասկերտի լողարտակը, նախարարները հրավիրվեցին Կիզբան։ Շատ լավ, նստեք։ Ավարայելի ճակատամարտը հայկական կողմից Վարդան Մանուկյան, չէ։ Իսկ պարսիկների կողմից ով էր իրենց զորավարը, որը զուշեք։ Մուշկան։ Ճիշտ է, բարձր ասա։ Հիմա, ասեք զորքի թիվը։ Զորք ինչքան է 1000։ Իսկ պարսկական զորքը 2000։ Եվ արդյունքում մենք ինչ ունեցավ, պատերազմի արդյունքում Պաշտեցին, բայց ունեցավ բարոյական հաղթանակ։ Կատարում ենք խմբային աշխատանք, արդեն երկուական ինչպես նստած է։ Ձեր խումբը կներկայացնի Վարդան Մանուկյանի և Վասակցյունի դիրքորոշումը Վենիկ Լիականի միջոցով։ Օգտագործում ենք դասագրքում առկա նյութը և աշխարհացույցարդակի հոդվածները։ Իսկ ձեր խումբը կներկայացնի Ավարայելի ճակատամարտի արդյունքները, այսինքն պատերազմից հետո հայ ժողովուրդը ինչ արդյունքներ ձեռքբերումներ ունեցավ։ Եվ խմբային աշխատանք կատարելու համար ձեզ հատկացնում 15 րոպե ժամանակ։ Պատրաստ են ձեր աշխատանքները։ Այո։ Ներկայացնենք։ Այո։ Որ խումբը ցանկություն ունի առաջինը սկսել։ Սկսեք, ինչ եք ներկայացնում։ Ավարայելի ճակատամարտի արդյունքները։ Շատ է, Սիրսավը։ Պարսի Ծագյան Հայաստանից հետ կանչեց գավառը և բռնի կրոնապող եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեություն։ Շատ լավ։ Ավարայելի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևոր քրիստոնյա ինքնությունը, ազատ և ինքնությունը ապրելու իրավունքը։ Ազատ և ինքնություն թե ինքնուրույն։ Ինքնուրույն ապրելու իրավունքը, կեցեք, նստեք։ Վարդան Մանուկյանը ուզում էր, որ գործը հասներ իրենց կրոնը պահպանել։ Վասակցյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման, պահպանելով հայկական ինքնավորության համար։ Կեցեք, իսկ այս երկու գործիչները ունեն մեկ ընդհանուր նպատակ։ Այո, Որն էր։ պահպանել կրոնը։ Կեցեք, նստեք։ Հիմա հարց բոլորին։ Երեխաներ, արդյոք հնարավոր է խուսափել Ավարայելի ճակատամարտից։ Ոչ։ Եթե հնարավոր է, ինչու և ինչպես։ Ոչ։ Ոչ, ինչու հնարավոր չէր։ Որովհետև
Բայց մենք այդ ներկայացնենք բացասությունում դիրքորոշումը, չէ, որ բանակցությունների միջոցով հասնենք խաղաղության։ Ինչ եք կարծում, հնարավոր չէ բանակցություններ վարել եւ հանգուցալուծում հասնել։ Հնարավոր է։ Մեկ բան որ հասկացաք։ Որ հայերը մինչև վերջ պայքարեցին իրենց դերը հայերում։ Հիմա հայ ժողովուրդ պայքարում է։ Այո։ Հիմա ինչի համար